Մայիսի 25-ին Հայկոն Գյումրիում էր հոգու պարտք եւ մեծ անելիք ուներ մեր քաղաքում։ Ցանկություն կար հանդիպելու Գյումրու տուն-ինտերնատի տատիկ-պապիկների հետ։ Հանդիպումը կայացավ Հայկոն ինտերնատի բնակիչների մի օրինակ կյանքում բեկում մտցրեց երգեց նրանց համար եւ դաշնամուր նվիրեց։ Այնուհետ հենց նույն օրը Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին կից վոկալ էստրադային ստուդիայի սաների հետ մեկ համերգ նվիրեց առանց ծնողական խնամքի մնացած եւ տարբեր հաստատություններում ապրող ու խնամվող գյումրեցի երեխաներին։ Այս համերգի կայացմանը աջակցել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Այդ որդիական հանդիպումը նրա երախտիկի խոսքը, մեծին հարգելու խոսքը եւ իր կողմից այդ ցանկությունը ամենաբարձրն եմ գնամ։ Տվեց համերգ այդ երեխաների համար բարեգործական համերգ, որը էլի խոսում է մարդու վերաբերմունքը դեպի դրա արտիկը, իր այդ մանկություն, լավ մանկություն ունեցող երեխաների եւ լավ ծերություն ունեցող մարդկանց նկատմամբ։ Գյումրու արվեստների ակադեմիայի դահլիճում կայացած համերգը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր, երգիչ եւ բոլորի կողմից մեծ սեր ու հարգանք վայելող Հայկոն որակում է աննախադեպ։ Դեռ այսպիսի բան չի արել, երկար տարիներ աշխատելով ֆիլմերի վրա երբեք չէր եղել, որ կենթանի նվագեի այդ ստեղծագործությունը, նամանավան թոք-շոուի ձևով շփվեի հանդիսատեսին պատմեի, թե ոնց է այդ ամեն ինչը ստացվել։ Առաջին ֆիլմը, որի համար Հայկոն գրել է երաժշտություն, եղել է «Մի վախեցիրը»։ Ես իմացա առաջին ֆիլմն է նկարվելու Ղարաբաղյան պատերազմի մասին եւ ես եմ գրելու երաժշտությունը եւ իմ առաջի գործն է, որ պետք է անեի։ Ես շատ ուրախացա, շատ պատասխանատվությամբ նվիրվեցի այդ գործին եւ ստացվեց «Մի վախեցիրը»։ Առաջին ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն էր, ով ինձ վստահեց այդ պատասխանատու գործը, ասում է Հայկոն։ Որոշեցին սերիալ նկարահանել, նստեցինք, ընկերներով խոսեցինք, որոշեցինք, թե ինչ եւ ինչպես է արվելու, պատմում է Հայկոն։ Հիշում եք մեր մանկության, չգիտեմ, Ռաբինյայի Զավրը եւ այլն աղոթ հիշում։ Եվ մենք սկսեցինք աշխատել սերիալի վրա, որը դժբախտ սիրո մասին էր եւ այդ սերիալը կոչվում էր Դժբախտ երջանկություն։ Վստահությունը իր հետ նաեւ հաջողություն բերեց Դժբախտ երջանկություն սերիալում հնչեց Հայկոյի ստեղծագործությունը։ Սրան հետևեց մեկ այլ լուրջ առաջադրանք «Ոչինչ չի մնա», սա հաջորդ ֆիլմն էր։ Կյանքի պատմություն էր «Ոչինչ չի մնա» ֆիլմը, ես որոշեցի հենց ես էլ այնպիսի մի բան գրեմ, որ իմ գրածներին նման չի։ Եվ եղավ այնպես, ինչպիսին ցանկությունն էր։ Հայկոն միայն իրեն հատուկ մեղեդայնությունը հաղորդեց այս ֆիլմին եւս։ Հրաչ Քեշիշյանի եւս մեկ նախաձեռնություն եկավ ու կրկին զուգորդվեց Հայկոյի տաղանդի հետ։ Պետք էր գրել երաժշտություն սպանված աղավնու համար։ Այս մեղեդին շատ արագ հայտնվեց մարդկանց մեծ մասի ինչպես սրտերում, այնպես էլ նրանց շուրթերին եւ բջջային հեռախոսներում։ Խաչագողի հիշատակարանում եւս հնչում է կոմպոզիտոր Հայկոյի ստեղծագործությունը, մեղեդի, որն այնքան խոր իմաստ է ու հուզիչ։ Վանածով ու Նաշալույսը եւս մեկ ֆիլմ է, որի համար Հայկոն երաժշտություն է գրել։ Ամենապատասխանատու պահը հասավ Գարեգին Նժդե ֆիլմի համար երաժշտություն գրելու առաջարկը ստանալիս, խոստովանում է Հայկոն ու նշում, որ այդ օրերին շատ լարված է եղել, շատ անհանգիստ։ Գարեգին Նժդեհը իր մեջ մեկ ամբողջ ազգի գաղափարախոսություն է ամփոփում։ Ուստի պետք էր լինել եւ չափազանց զգույշ եւ չափազանց վստահ ու ամոզիչ։ Ֆիլմը սիրվեց, երաժշտությունը հիշվեց, Գյումրին ընդունեց եւ մտապահեց դրանցից յուրաքանչյուրը յուրովի։ Սիրում եմ ձեզ, շատ շնորհակալ եմ, որ այսօր եկաք իմ երեկոյին։ Շնորհակալություն ձեզ։ Արմենը Հյումինասյան, Խաչատուր Գևորգյան ազդարար։